այստեղ քաղաքական ամբիոն չի, հստակ հարց են քննարկելու, խնդրեմ, հստակ հարցեր Ուղղակի մի հատ հարց ունեմ, էլի, դատախազներին, պատվաժան դատախազներին։ Դատախազներին հարց իրավունք չունեք։ Լավ, ասենց ասեմ ես հիմա այստեղ նստած եմ հաստորեն 3 մարդու խոսակցության հիմքով։ 3 մարդու խոսակցության հիմքով, ասենք ինչ-որ ցայնագրություն կա, ես այստեղ նստած եմ։ Ես 5 ամիս շարունակ, այսօր 5 ամիսը լրացավ։ Իմ մեջ մի հատ մեծ հարց կա, հարցական կա։ Եթե 3 հոգու խոսածի հիմքով, անձնական խոսակցության հիմքով հնարավոր է անձին ձերբակալել եւ կալանավորել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո առնվազն 30,000 հոգի խոսում է, որ Նիկոլ Փաշինյանը վաճառել է Արցախը։ Եթե իմ պարագայում պարտեզված ավտոբուս չկա, ներ չկա, շփոթված տուժող չկա, կա վաճառված Արցախի փաստը, կա 150,000 հոգի արտագաղթած արցախցիներ, միներ մեկ սպասեք, չեմ ներում, ուզում եմ հասկանալ դուխները չի հերիքում Նիկոլ Փաշինյանին ձերբակալեք։ 30,000 հոգի առնվազն խոսում է, որ Նիկոլ Փաշինյանը վաճառել է Արցախը։ Արցախը վաճառված է, 150,000 հոգի արտագաղթել են։ Ես ուզում եմ հասկանալ դուխները չի հերիքում, դուխները չի հերիքում ձերբակալեք։ Չէ, ինչի՞ վստո։ Մեքսիկայում հաշվի համար ստուգել, Կանադայում հաշվի համար ստուգել, 5 միլիոն չի բերձե, ես հարցեր ունեմ, ես հարցեր ունեմ, ապեր։ Չի համար գնա։ Ապեր ինձ արգելված է քաղաքական հարցեր տալ։ Ինձ արգելված է քաղաքական հարցեր տալ։ Ապեր չեմ հասցնում, իրավաբանական հարցեր են քննարկում, չեմ հասցնում, իրավաբանություն չեմ տեսնում, ամենան հարգանքով իմ իրավաբան ընկերների հանդեպ, բայց ես իստիվակ չեմ հասցնում խոսել։ Գիտեք, որ չի անջատվել, հա, չէ, լսում հա, դեսեք չէ, չի լսում հա, գիտեք մեր ու ձեր տարբերությունը որն է։ Դուք ծառայում եք Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետությանը, դուք ծառայում եք փոքր խմբակին,